Ժողովրդյան թող Տիրոջ անունը փառավորվի եւ Աստված օգնի մեզ այսօր, որսի մեր գալը պարապ չլինի եւ Սուրբ Ոգիով օգնի, որսի մենք կենտանի հաղորդակցություն ունենանք այսօր Հոր հետ Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Աստված իմ սրտից դրել է այսօր ձեր մեջ խոսալու փախուստ Աստծուց երկրորդ մասը։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք փախնում ենք Աստծոց եւ Աստված սկսում է մեր կյանքի մեջ փոթորիկներ բերել։ Կա երկու տեսակի փոթորիկ։ Առաջի տեսակի փոթորիկը մի տեսակը դա այն է, երբ Սատանան է բերում մեր կյանքի մեջ փոթորիկ եւ մենք ունենք իրավունք եւ իշխանություն մեր հորից տրված այդ փոթորիկը հանդարտեցնելու։ Հիշում եք, երբ փոթորիկ էր եւ Հիսուս նավի մեջ էր, անցած պաշտամունքին մենք խոսացինք, ինչ արեց Հիսուս, բարձրացավ եւ ասեց թերահավատներ, մինչեւ երբ ես ձեզ հետ պետք է լինեմ եւ հանդարտեցրեց ծովին։ Երկրորդ տեսակի փոթորիկը, երբ Աստված է բերում մեր կյանքի մեջ, մեր անհնազանդության պատճառով, եւ կարող ենք մենք այն հանդարտեցնել միայն զղջալով եւ խոստովանվելով Տիրոջ առաջին։ Աստծուց փախնելու երկրորդ մասը ես անվանել եմ, եթե չկա զղջում, Աստծո դաստիարակությունը շարունակվում է մեր կյանքի մեջ։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք չենք զղջում մեր կատարած արարքի համար, երբ մենք չենք զղջում, որ Աստծուն չենք հնազանդվել, երբ մենք չենք զղջում, որ մենք Աստծո կամքը մեր կյանքի մեջ չենք կատարել։ Տեսեք սերներ, անցած պաշտամունքին մենք արտացինք Հովնանի մարգարեության առաջի խոսքից մինչև 16-րդ խոսքը։ Այսօր կարտալու եմ 17-րդ խոսքից։ Եվ գրված է, հիշում ենք, որ երբ տեղի ունեցավ այս ամենը, Հովնանը ասեց ընդամենը մի բան, դա իմ մեղքի պատճառն է, եւ ես մտածում եմ, որ ճիշտ եմ ապրում եւ ճիշտ եմ անում, դրա համար գցեք ինձ ծովը, թող ծովի մեջ ես խեղդվեմ եւ վերջանամ։ Ինչ էր տեղի ունենում, երբ Հովնանը Աստծուն հակառակ էր գնում, Աստված Հովնանի կյանքի մեջ բերել էր փոթորիկ, բայց Հովնանը այդ ամբողջը տեսնելով, հասկանալով չհամաձայնվեց ինչ անել, զղջալ ու ապաշխարել։ Նա մտածեց ընդամենը մի բան, ընկնեմ ծովի մեջ, խեղդեմ ու վերջանամ։ Եվ 17-րդ համարի մեջ գրված է, երբ Հովնանին ջուրը գցեցին, Տերը մեծ ձուկի հրամայեց, որ Հովնանին կլե։ Հետաքրքիր է, չէ՞ սերներ։ Շատ անգամ կենտանիները ավելի լավ, ավելի ջուրին են հնազանդվում Աստծո կամքին, Աստծո խոսքին, քան մարդիկ։ Գրված է Աստված հրամայեցում ձկին եւ ձուկը կատարեց Աստծո կամքը։ Տեսեք սերներ։ Եվ գրված է, որ Հովնան ձուկի փորի մեջ մնաց 3 օր եւ 3 գիշեր։ Մենք շատ անգամ մտածում ենք մեր կյանքի մեջ, որ երբ մենք հակառակվում ենք կամ չենք համաձայնվում Աստծո կամքը կատարելու մեր կյանքի մեջ, դրանով մենք ընդամենը պատիժ ենք կրում եւ վերջանում է։ Բայց մենք Հովնանի կյանքով տեսնում ենք, որ այլ նպատակ ունի Աստված։ Դու պետք է գիտակցես եւ ընդունես։ Այն ինչի համար Աստված քեզ դրել է երկրի վրա, դու դա պետք է անես։ Այն ինչի համար Տերը քեզ կանչել է եկեղեցու մեջ, դու ուզես թե չուզես, դու դա պետք է անես։ Երբ Աստծո ծրագրի մեջ կար Իսրայել ազատագրելը, ինչ տեղի ունեցավ սիրելիներ։ Նա ասաց, որ Իսրայելը պետք է գերության մեջ մնա 400 տարի։ Բայց մենք տեսնում ենք սիրելիներ, որ Իսրայել գերության մեջ մնաց 430 տարի։ Ինչու՞ն էր 30 տարիների պատմությունը։ Այն ծառան, որին Աստված ընտրել էր, այն Մովսեսը, որին ընտրել էր, որին չէր թողել, որ մեռներ, եւ որի ձեռքով պետք է Իսրայելը ազատեր, նա պատրաստ չէր։ Բայց Աստված իր խոսքին հավատարիմ էր։ Նա ասում էր, գիտես, մենք շատերս մարդիկ մտածում են կամ եղբայրներ կան, որոնք քարոզում են, ասում են, եղբայր ջան, գիտես, դու չանես մի ուրիշի ձեռքով Աստված դա կանի, ես համաձայն եմ դրա հետ։ Բայց բերեք մենք չմոռանանք, որ այն ծրագիրը, որ Աստված դրել է իմ եւ քո կյանքի մեջ, մենք դա պետք է անենք։ Հիշիր սա։ Եթե այսօր Աստծո բժշկությունը Սմբատ եղբոր կյանքի մեջ պետք է գա մայրամ քրոջ աղոթքի միջոցով, հավատա,
եւ ընդունիր, որ աշխարհի ամենահզոր քարոզիչներն ու բժշկողներն էլ աղոթեն, սմբատի կյանքի մեջ բժշկություն չի գա, մինչև մայրամքուրը չաղոթի։ Հասկանում ենք սերներ ինչու՞մն էր պատճառը։ Եվ 40 տարի առաջ Մովսես ասում էր, ես պետք է ազատեմ Իսրայելին, եւ ինչ էր տեղի ունենում, սպանում էր, թաղում էր ավազի մեջ, դրա համար փախնում էր անապատի մեջ։ Մենք անցած անգամ նայեցին Մովսեսի կարգավիճակը, երբ նա չէր համաձայնում մասսոկամքը կատարել։ Ինչն էր պատճառը։ Մեկ անգամ ձախողություն կրելով մենք մտածում ենք, որ դա մերը չի։ Սխալ օգտագործելով մեր վրա դրված իշխանությունը կամ Աստծո խոսքի զորությունը, մենք ինչ ենք անում, կոտրվում ենք եւ ասում ենք, որ դա մերը չի։ Բայց 40 տարիներ հետո Աստված նորից հանդիպեց Մովսեսին եւ ասեց. դու պետք է ազատես Իսրայելը։ Ես քո միջոցով պետք է ազատեմ Իսրայելին։ Ամեն։ Մենք յուրաքանչյուրս, որ ապրում ենք այս երկրի արսելներ, Աստված մեր կյանքի մեջ ունի նպատակներ։ Անկախ քո հասկանալուց, անկախ քո հավատալուց, անկախ քո ընդունելուց, Աստված քո կյանքի մեջ ունի նպատակ։ Եվ տեսեք ինչ էր անում Աստված։ Ես ասում եմ, Աստծո համար չկար խնդիր, չկար պրոբլեմ, որ նիվնեի մեջ ինչ աներ, մի մարգարե հաներ, որ նիվնեցիները ապաշխարեն։ Բայց նա իր խոսքի մեջ, իր կամքի մեջ դրել էր մի բան։ Նա ասում էր, ես ուզում եմ Հովնան, որ դու քարոզես նիվնեցիներին։ Ես ուզում եմ, որ նիվնեցիները քո խոսքով դարձի կանու ապաշխարեն։ Մենք հետո կտեսնենք, կարևոր չի, դու դրան հավատում ես, թե չես հավատում, դու դա տեսնում ես, թե ոչ, իմ կամքը նա է, որ դու գնաս եւ քարոզես նիվնեին։ Եվ տեսեք սերներ, մենք տեսնում ենք, որ Հովնան երկրորդ գլուխ առաջի խոսք, Հովնան ձուկի փորին իր Տեր Աստծուն աղոթք արեց։ Հասկանում ենք սերներ, 7-րդ համարի մեջ, ես ուզում եմ քեզ հիշեցնել մի բան, նայեք հետաքրքիր խոսք է գրված։ Երբ հոգիս իմ մեջս հալվեցավ, Տեր քեզ հիշեցի։ Հետաքրքիր էր սերներ։ Երբ Աստված Հովնանին իջեցրեց անդունդը խավարի մեջ, ծովի հատակը, կետի փորի մեջ, դուք պատկերացնում եք ինչ էր տեղի ունենում կետի փորի մեջ։ Խավար էր այդ փորի մեջ։ Կար կերակուր այդ կետի փորի մեջ։ Այդ կերակուրը սկսել էր ինչ անել, նեղվել։ Սկսել էր ինչ անել, լուծվել։ Պատկերացնում եք ինչ անտանելի հոտ կար այդ կետի փորի մեջ։ Օդ չկար շնչելու։ Աստված այդ վիճակի մեջ էր հասցրել Հովնանին։ Շատ անգամ երբ այս աշխարհի ձուկը մեզ կուլ է տալիս, մենք շնչում ենք այդ կեղտոտ հոտը։ Մենք հայտնվում ենք այդ խավարի մեջ։ Մենք գտնում ենք անելանելի վիճակի մեջ։ Չկա ոչ մի ճանապարհ, ոչ մի ելք։ Եվ հայտնվելով այդ վայրում Հովնանի շուրթերով ասեց. ես քեզ հիշեցի Տեր։ Սերներ, թող Աստված օգնի, որովհետեւ մենք կարողանանք հասկանալ, որ միևնույն է, երբ մենք չենք զղջում, որ Աստծո կամքը չենք կատարում, Աստված շարունակելու է իր դաստիարակությունը մեր կյանքի մեջ։ Նա չի դատարել, նա չի ասելու, լավ, չես ուզում, թող քո կամքը լինի, սիրելի եղբայր, սիրելի քույր, դե որ դու համաձայն չես իմ կամքը կատարելու, լավ, ես կգնամ ուրիշի կընտրեմ։ Ոչ սիրելիներ, Աստծո կամքը հստակ է մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Եթե Աստծո կամքը չլներ, մենք այսօր այս վայրում չենք լինի։ Եթե Աստծո կամքը չլներ, դու այսօր աչքերը չէիր բացի։ Եթե Աստծո կամքը չլներ, ես այս խոսքերը չէր խոսա։ Եթե Աստծո կամքը չլներ, դու այսօր նստած չէիր լսի։ Մենք սա պետք է կարողանանք հասկանալ ու ընդունել։ Եվ տեսեք սերներ, այդ երբ Աստծուն հիշեց Հովնանը, կետի փորի միջից ինչ արեց, ուխտ արեց Տիրոջը։ Նա ասեց, գիտես, իմ կատարածս ուխտերը պիտի կատարեմ, 9-րդ խոսքի մեջ է գրված։ Ես քեզ ուխտ եմ անում, Տեր Աստված, որ ես քեզ ինչ կանեմ, կծառայեմ։ Քանի անգամներ ենք մենք հայտնվում իրավիճակների մեջ եւ ասում ենք, Տեր, խնդրում եմ, մեզ այս վիճակից դուրս հանի, էլ այս վիճակի մեջ չենք լինի, էլ այս բանը չենք անի, էլ այս մեղքը չենք գործի, էլ խոստանում եմ կգնամ եկեղեցի, խոստանում եմ քեզ լավ կծառայեմ, խոստանում եմ քեզ կպաշտեմ, խոստանում եմ կյանքս կփոխեմ, խոստանում եմ լիքը բաներ ենք մենք խոստանում, հիշում եք թե ոչ։
բայց երբ այս փորձությունը անցնում է մեր կյանքի միջից, կետը մեզ ահապ է փխսում, մենք անցնում ենք մի ժամանակ եւ մոռանում ենք մեր տված խոստումները։ Ժողովող գրքի մեջ սերներ, Ժողովող 5-րդ գլուխ, 4-5-րդ խոսքերը պետք է կարդամ, որտեղ հետաքրքիր խոսք կա գրված։ Երբ Աստծուն ուխտ ընես, զանիկա կատարելը մի ուշացնի, քանզի Աստված անմիտներուն չի հաճի։ Ըրացդ ուխտը կատարե, աղաք է որ ուխտ չնես, քանզի ուխտ ընես ու չկատարես։ Գիտեք սերներ, կա անհրաժեշտություն հավատացյալներից կյանքի մեջ, որ մենք մեր ինչ անենք, ուխտերը ինչ անենք, նորոգենք։ Նորոգիր քո ուխտը այսօր Աստծո հետ։ Հիշում ես քո կատարած ուխտը։ Հիշում ես ջրիմկրության ժամանակ ինչ ուխտ ես արել։ Հիշում ես երբ Տիրոջ եկար ինչ ուխտ արեցիր։ Հիշում ես թե ոչ։ Միգուցե իմ եւ քո կյանքի մեջ եկել է մի ժամանակահատված, որ մենք մեր ուխտը դատարել ենք կատարելուց։ Նորոգիր այդ ուխտը։ Երբ Իսրայելի պարիսները փլված էր, երբ ավերված էր տաճարը, երբ ոչ մի բան չկար, ոչ մի ծառայություն չկար, Աստված անեց մի մարգարե, որովհետեւ ինչ անեն, իրանց ուխտը նորոգեին իրանց Աստծո հետ։ Այս ուխտն էր, որ Հովնանը ինչ արեց, սկսեց նորոգել Տիրոջ հետ։ Հիշում ես քո կատարած ուխտը։ Հիշում ես ինչ ես խոստացել Աստծուն։ Երբ Աստծուն ուխտ կենես, մի ուշացրու այն կատարելը։ Գիտեք հետաքրքիրը որն է սիրելներ։ Իրավիճակներ կան, որոնք մեզ այլ բան կասեն։ Այլ բան կասեն։ Բայց սիրելներ, տեսեք, 10-րդ համարի մեջ գրված է. եւ Տերը ձկին հրաման հրավ եւ նա Հովնանին ցամաքը փախսեց։ Հետաքրքիր է սիրելներ, շատերը ասում են, որ ձուկը տարավ իրան փախսեց Նինվեի ափին։ Ահագին ժամանակ ես փնտրել եմ այդ բառակապակցությունը կամ այդ միտքը եւ Աստվածաշնչում չեմ տեսել, որ ձուկը տարավ իրան Նինվեի ափին փախսեց, ասեց ելի քարոզի։ Հետաքրքիր է։ Երրորդ խոսքի մեջ գրված է, 3-րդ գլուխ առաջի խոսք։ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ Հովնանին եղավ եւ ասեց. Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա եւ տուր անոր այն պատգամը, որ ես քեզ կհայտնեմ։ Հովնանը չէր հայտնվել Նինվեի ափին։ Աստված ասեց ելի մտի քաղաքը։ Նա ասեց ելի եւ գնա Նինվե։ Գիտեք ժամանակ կա, երբ Աստված մեզ վերադարձնում է դեպի ուր մեր անկման կետը։ Հայտնության գրքի մեջ շրուշտակ եկեղեցուն ասում էր հիշիր որտեղից վայր ընկար։ Հիշում ես քո սայթակելու տեղը։ Հիշում ես այն վայրը, որտեղից դու վայր ես ընկել։ Եվ դարձի արի եւ ինչ երա, ապաշխարիր։ Դեպքը Աստվածաշնչում մեջ գրված է, երբ Հիսուս աշակերտներին ասեց նստեք նավը եւ անցեք ծովի մյուս ափը։ Եվ գրված է, որ քամին հանդիպակաց էր, եւ ամբողջ գիշեր թիավարել էին աշակերտները, բայց կես շամփեն էին անցել, եւ հանկարծ տեսան, որ Հիսուս ջրի վրայով քայլելով գալիս է։ Իրանց մեջ կար մի շատ զարմանալի ու հրաշալի ազնվորություն, Պետրոսը, նա, երբ որ նայեց, իմացան, որ Հիսուսն է, ասեց հրաման տուր, որ ինձ ես քեզ կամ։ Գիտեք ինչու՞մն էր խնդիրը եւ պատճառը, որ Պետրոսը ուզում էր, որ Հիսուս կանչեր իրան, որ Հիսուս ինքը գնար դեպի Հիսուսին։ Նա ասում էր, գիտես, այն նավը, այն թիմը, որ դու ընտրել ես, սրանք անպետք մարդիկ են, անկորձունյա մարդիկ են։ Սա գիշեր թիավարել են, հələ քեզ շամփեն չեն գնացել։ Հրաման տուր, ես կամ մեկից ջրի վրայով քելելով անցնեմ պրծնեմ։ Հետաքրքիր էր, չէ՞։ Ինչքան անգամներ ենք մենք տեսնում եւ մտածում ենք, որ մեր շրջապատը այն շրջապատը չի։ Այ եթե ես ծնված լինեի Ամերիկայում, գիտեք չէ, ես այս վիճակի չէի անել։ Գիտեք չէ, այ եթե ես եղբայր եղնեի, շատ քույրիկներ ասում են, այ մենք պետք է եղբայր եղնենք, որ տեսնենք մենք ինչ կենենք։ Փառք Աստծո, դուք եղբայր չեք ձեր ցավը տանեմ։ Սիրելիներ, հասկացեք, շատերս ասում են, այ եթե ես լինեի այս եկեղեցու մեջ, այ եթե շատերը քննադատում են սպասավոր եղբայրներին, այ եթե ես սարգսակ լինեի, այսպես չէի անի, այ եթե ես հովիվ լինեի, այս ձև չէի վարվի, եթե ես քո տեղը լինեի, սա չէի անի։
Գիտեք խնդիրը ինչու՞մն է։ Մենք միշտ տեսնում ենք մեր խնդիրները, տեսնում ենք մեր շրջապատի մեջ, մեր կողքի մեջ, մեր եկեղեցու մեջ, մեր քույրերի մեջ, մեր եղբայրների մեջ։ Եվ սա էր պատճառը, եւ քայլեց Պետրոսը ջրի վրայով թե չէ, այո նա քայլեց, բայց հետաքրքիր մի բան կա, ես խնդրում եմ որ դու ուշադրություն դարձնես, եւ նա հասավ Հիսուսին, Հիսուս իր ձեռքը բռնեց եւ գրված է իրան վերադարձավ նորից նավակի մեջ։ Նա ասեց հասկացի, սա քո թիմն է, դու իրանց հետ պետք է հասնես մյուս ափ։ Դու պետք է նրանց հետ գնաս։ Գիտես որ պատահական չի որ դու ծնվել ես Հայաստանում, ծնվել ես այս քաղաքում եւ գտնվում ես այս եկեղեցու մեջ։ Շատերը փոխում են իրանց եկեղեցին, որ իրանց հոգեվոր վիճակը բարձրանա, բայց դա չի օգնում։ Շատերը փոխում են իրանց ընտանիքը, բայց դա չի փոխում իրանց։ Շատերը փոխում են իրանց ամուսնուն կամ կնոջը, բայց սա չի փոխում իրանց։ Հասկացեք, խնդիրը քո ներքին աշխարհի մեջ է, քո անհնազանդության մեջ է, քո չհամակերպվելու մեջ է։ Սրա համար Աստված ինչ արեց, կետին ընդամենը ասեց դուրս փխսիր իրան, եւ նրան ասեց հնազանդվիր իմ խոսքին։ Երկրորդ անգամ Տիրոջ խոսքը եղավ Հովնանին։ Երկրորդ անգամ Տերը չի զլանում մեզ հետ խոսալ եւ ասել գնա եւ նույնին ասա, որցի դարձի կանու ապաշխարը։ Ինչ է տեղի ունենում սերներ։ Հետաքրքիր է։ Աստված ասում է ընդամենը մի բան. ես ուզում եմ որ դու հնազանդ լինես։ Երրորդ խոսք, եւ Հովնան Տիրոջ խոսքի համեմատ ելավ Նիվնե գնաց։ Հովնան գնաց Նիվնե։ Եվ գիտեք, 4 համարի մեջ հետաքրքիր խոսք կա գրած։ Հովնան քաղաք մտավ եւ մեկ օրվա ճամփա պատատելով կքարոզեր ու կսեր։ Դեռ 40 օր կա, որ Նիվնեն պիտի կործանվի։ Հովնան չէր ասում, գիտեք, ապաշխարեք, որպեսզի չկործանվեք։ Նա ասում էր 40 օր է մնացել իմ խոսած այս խոսքից, որ ինչ պետք է անի, քաղաքը պետք է կործանվի։ Հետաքրքիր է, չէ՞։ Հավատում ես Հովնանը, որ Աստված պետք է փրկի այդ քաղաքը։ Չէր հավատում սերներ։ Ինքը չէր հավատում։ Սրա մասին շատ հետաքրքիր մի քարոզ է տվել մեր գերիշխարը, չգիտեմ հիշում եք թե ոչ։ Նա ընդամենը ասում էր մի բան։ 40 օր կա, որ Նիվնեն պետք է կործանվի, պատրաստվեք սրան։ Գիտես, շատ կարևոր մի բան կա մեր հոգևորների կյանքում։ Եթե նույնիսկ դու չես հավատում, միևնույն է, հնազանդ եղիր Աստծո կամքին։ Եթե նույնիսկ դու դա չես տեսնում, միևնույն է, հնազանդ եղիր Աստծո կամքին։ 4 Թագավորաց 5-րդ գլուխ 11-րդ համարի մեջ հետաքրքիր մի դեպք կա գրված։ Մի ազնվորություն կար, որ եկել էր հեռու երկրներից Աստծո մարդու մոտ որսի բժշկություն ստանալ։ Եկել ասել էր, եւ այդ Աստծո մարդը նույնիսկ չբարեհաճեց դուրս գար բարև տար իրեն։ Իր ծառային ուղարկեց, ասեց, ասա թող գնա 7 անգամ մտնի Հորդանանի ջրի մեջ դուրս գա եւ կբժշկվի։ Բարկացավ գրված է։ Ասորստանի ներքինը բարկացավ եւ ասեց, ես կարծում եմ, եթե կունենաք ժամանակ կկարտակ, որ դու պետք է դուրս գայր, քո ձեռքերին վերքերի վրա դնեիր, քո Աստծուն աղաղակեիր ու ես պետք է բժշկվեի։ Միթե իմ երկրում գետեր չկան։ Ընդիր մաքուր գետեր կան։ Ու դու այսօր ինձ ասում ես, գնա մտի այդ կեղտոտ Հորդանանի մեջ։ Հորդանանի ջուրը կեղտոտ է։ Եվ մենք գիտենք, չէ, որ Նեեման բորոտ էր։ Գիտեք հետաքրքիրը որն է։ Այդ մարդը լոգանք էր ընդունում կատով եւ ծաղիկների յուղերով, որովհետեւ այդ վերքերը մի քիչ նստեին, հանդարտվեին, հանգստանային։ Եվ Աստծո մարդը ասում էր մի անհավանական, աներևակայելի մի բան։ Գնա մտի Հորդանանի ջրի մեջ 7 անգամ դուրս արի եւ կբժշկվես։ Հնարավոր է նման բան։ Ոչ։ Հետաքրքիր է, չէ՞, եթե մենք խնդիր խնդրելով գանք եղբայրների առաջ եւ եղբայրներից մեկը մեզ ասի գնա կրանտի ջրով 7 անգամ դվասի քո խնդիրը կլուծվի։ Մենք ինչպես դրան կանրադառնանք։ Կընտունենք թե ոչ։ Չէ, չենք ընդունում։ Նույնպես Հովնանն էր։ Նա չէր հավատում, որ Նիվնեն կփրկվի։ Նա ասում էր 40 օր կա, որ պետք է ինչ անի, կործանվի, ոչ թե փրկվի։ Բայց տեսեք ինչ տեղի ունեցավ սերներ։ Նիվնեցիները
Աստծո հավատալով ծոմապահություն քարոզեցին մեծից մինչև պզդիկը քուրձ հական։ Զարմանալի է սերներ։ Մենք նույնիսկ հավատացյալների շնորհիվ անգամ զարմանում ենք անհավատների հավատքի վրա, ճիշտ է։ Մենք շատ անգամ նույնիսկ զարմացած նայում ենք, թե այ քեզ բան, եւ մտածում ենք, իրանք մեզանից ավելի շատ են հավատում, այո, սիրելիս։ Ես հիշում եմ մի դեպք, գրված է, որ 5 տարի Անգլիայի չգիտեմ որ նահանգում երաշտ է լինում։ Եվ եկե այդ տարածքի քահանան երեցը պատվիրում է 3 օրյա ծոմապահություն եւ ասում է Կիրակի առավոտ կգաք եկեղեցի, աղոթք կանենք, որ Աստված երկինքը բացի եւ անձրև ուղարկի։ Եվ կանգնած եկեղեցու մոտ արդասամանում տանտումած բանը եւ հովիները քահանաները կանգնում են դռների մոտ, ամեն մեկին ձեռով բարևում են, ընդունում են իրանց եկեղեցին։ Կանգնած երբ որ ժողովրդին ընդունում է, տեսնում է 12 տարեկան մի աղջկա, որ անձրևանոցով է եկել, զոնտիկով է եկել։ Եվ նայում է ծիծաղում է, ասում է, անձրև կա, որ անձրևանոցով ես եկել։ Այս աղջիկը նայում է, ասում է, ախր դուք չասեցիք, որ մենք Կիրակի օրը աղոթենք, անձրև կգա երկնքից։ Եվ ասում է, ամաչելով գլուխը կախեց։ Երբ ասում է եկան, ծառայություն արեցին, վերջում աղոթք երեցին, ձայն լսեցին։ Երբ դուս եկան, ասում է Աստված երկինքը բացել էր ու հորտառատ անձրև էր ղրկել։ Եվ ասում է հովիվ ասեց, այդ երեց ասեց, որ այս անձրևը այս աղջկա աղոթքի պատասխանն է։ Գիտես, մի գուցե Աստված քեզ կասի անես մի բան, որ դու չես տեսնում։ Դու հնարավոր չի եղբայր, հնարավոր չի իմ ամուսինս կյանքում չի ապաշխարի, դա հնարավոր չէ։ Հնարավոր չի իմ տեղես թողունի այդ կյանքը գա։ Դրանք հնարավոր բաներ չեն։ Հնարավոր չի իմ հարևանս, իմ բարեկամս, դա անհնարին բաներ է։ Մենք չենք տեսնում դրա մեջ ինչը, մեր երևակայությունը։ Բայց միևնույն է Աստված ուզում էր ընդամենը մեկ բան, ինչ աներ, որպեսզի Հովնանը հնազանդ լիներ իր կամքին, ասա։ Եվ գրված է, որ ամբողջ նինեցիները ինչ արեցին, հավատացին Աստծուն։ Եվ կկարդաս շարունակությունը սերներ դու կտեսնես, որ թագավորը, նինների թագավորը մունետիկ կանչեց և հրաման տվեց, մարդ ու անասուն, աջար ու ոշխար, թող բան չուտեն, չարացին ու ջուր չխմեն, այլ 40 օր Աստծո անունը կանչեն։ Զում եմ հարսամ յուրաքանչյուրից, նիվների քաղաքի միջի մարդիկ, արտար մարդիկ էին, թե մեղավոր մարդիկ էին։ Մեղավոր մարդիկ էին, նիվների քաղաքի մարդիկ, սուրբ մարդիկ էին, թե չար մարդիկ էին, չար մարդիկ էին, բայց երբ Աստծո խոսքը հասավ իրանց մեծից պստիկը, մինչև անասունը ընդունեցին թե ոչ, ընդունեցին սերներ, շատ հետաքրքիր էր սերներ, Աստված սերներ, հետաքրքիր բան է գրված 10-րդ համարի մեջ, Աստված անոնց գործերը տեսավ, գիտեք, շատ անգամ, Աստված ոչ թե ուզում է մեր խոսքերը լսել, այլ Աստված ուզում է մեր գործերը տեսնել, մեր գործերը տեսնել։ Մենք շատերս ընդամենը մտածում ենք, որ աղոթելը բավարար է։ Ես այս օրինակը բերել եմ։ 10 ընկերներ են լինում, որոնցից 11 ընկերներ են լինում, որոնցից 10-ը մեծահարուստ, լավ բիզնեսմեն մարդիկ են։ Իսկ մեկը օրվա հացին հազիվ հասցնող ընկեր է։ Եվ այս 10-ը նստում են մտածում են, ինչն է պատճառը։ Այս մեր ընկերոջ կյանքի մեջ ինչն է խնդիրը, որ ինքը օրհնություն չունի։ Եվ պայմանավորում են, որպեսզի շաբաթ օրը ժամը 10-ին կան աղոթք կանեն ծոմով իրանց ընկերոջ համար, որ Աստված իրանց էլ օրհնի։ Եվ 10 ընկերներից ընդամենը 9-ն են գալիս աղոթքի։ Սպասում են 9 ընկերը չի գալիս։ Եվ իրանք աղոթք են անում, վերջացնում են, մի ժամ հետո այդ 10-րդ ընկերը գալիս է։ Ասում են դու ինչ ընկեր ես, նույնիսկ չհամաձայնված մի հատ աղոթք կանես քո ընկերոջ համար։ Այս ընկերը նայում է ասում է դուք հավաքվակ աղոթեցիք ասում որ օրհներ իրան։ Ասում են այո, ասում է դե ես էլ ձեր աղոթքի պատասխանն էի տալու։ Գիտեք սիրելիներ, կա ժամանակ որ Աստված խոսքեր չի ուզում մեզանից լսել։ Աստված ուզում է մեզանից գործեր տեսնել։
Երբ նրանք աղաղակեցին Աստծուն, Աստված ոչ թե նայեց իրանց աղաղակին, այլ գրված է 10-րդ համարի մեջ։ Աստված անոնց գործերը տեսավ, որ իրեն չար ճամփաներեն դարձան։ Տեսավ, որ նրանք իրանց չար ճամփաներից դարձան, ուստի Աստված գտած այն չարիքը, որ անոնց վրա պիտի բերեր եւ չբերավ։ Փառք Տիրոջը։ Տեսնում եք սերներ, երբ մենք գործողություն ենք անում, Աստծո գտությունը հայտնվում է մեր կյանքի մեջ։ Ուզում ես, որ Աստված գտած լինի քո հանդեպ։ Ուզում ես, որ Աստված գտած լինի քո ընտանիքի հանդեպ։ Ուզում ես, որ Աստված գտած լինի քո երկրի հանդեպ։ Աստված ուզում է այսօր քո կատարած գործերը տեսնել։ Ես ուզում եմ կարդալ Եզեկիել մարգարեություն 18-րդ գլուխ 21-ից 23-րդ խոսքերը, որտեղ Աստված հստակ հայտարարում է մի բան։ Եթե ամբարիշտը իր գործած բոլոր մեղքերից դառնա եւ իմ բոլոր օրենքները սպահե եւ իրավունք ու արտարություն անե, անիկա անշուշտ պիտի ապրի, պիտի չմեռնի։ Անօրինած բոլոր հանցանքները պիտի չհիշվին, հապա անիկա իր իրած ողորմությունով պիտի ապրի։ Միթե ես ամբարիշտի մեռնելը կուզեմ կսե Տեր Եհովան, չէ որ ես կուզեմ, որ անիկա իր ճամփային դառնա ու ապրի։ Ամեն։ Սա սուկամքն է սիրելներ։ Աստված հարց է տալիս եւ ասում է. ինչ եք մտածում։ Միթե ես ուզում եմ, որ ամբարիշտը մեռնի։ Աստված չի ուզում ոչ մեկը մեռնի, այլ ուզում է, որ ինչ անենք, դարձիկան ու ապաշխարը։ Հետևաբար, երբ Աստված ինձ ու քեզ դնում է իր կամքի մեջ, Աստված ուզում է տեսնի մեր գործողությունը։ Ես գիտեմ, այսօր թշնամին կարող է քեզ ասել, որ քո հավատքը բավարար չի։ Դու կարող ես տեսնես ու ասես, որ դա անհնարին է, հնարավոր չի։ Շատերը ասում են, ես լսել եմ նման խոսքեր, ասում են, եղբայր ջան, Աստված ինչ է, արդեն հրակի վերջի ստադիան է, էլ ինչ է Աստված։ Շատերը ասում են, արդեն ուշ է։ Ես քեզ ուզում եմ հիշեցնել մի դեպ, որ Հայրոս ասում էր, արի իմ տուն, քանի դեռ ուշ չէ, աղջիկս չի մեռը։ Հիշում եք թե ոչ, բայց ուշացավ Հիսուսը թե ոչ, ուշացավ սերներ, մեռավ աղջիկը թե ոչ, այո, լուր բերեցին Հիսուսին, որ քո բարեկամը սիրելին Ղազարոսը հիվանդ է, արի քանի դեռ ուշ չէ, ուշացավ Հիսուս թե ոչ, ուշացավ, մեռավ Ղազարոսը թե ոչ, մեռավ Հայրոսի աղջիկը թե ոչ, մեռավ սիրելներ։ Սա փաստ էր, սա իրականություն է։ Մենք սա չենք կարող հերկել։ Այ մենք շատ անգամներ, ես մի անգամ ասել եմ, ես հավատում եմ մի Աստծո, որ երբեք ձեռքի ժամացույց չի կրում, բայց նա երբեք չի ուշանում։ Թեև մենք շատերս նայելով իրավիճակներին մտածում ենք, որ ինչ է, ուշ է արդեն։ Հնարավոր չի։ Ես գիտեմ, որ Սատանան քեզ խաբել է, որ քո վիճակից ազատագրվել հնարավոր չի։ Ես գիտեմ, որ Սատանան քեզ խաբել է, որ այն վիճակը, որի մեջ դու հայտնվել ես, դա քո ճակատագիրն է։ Դու դրանով պետք է գնաս մինչև հիմա։ Ես գիտեմ, որ Սատանան քեզ խաբել է, որ այն ցավը, որ կա քո կյանքի մեջ, քեզ հետ պետք է մնա մինչև քո կյանքի վերջի օրը։ Ես գիտեմ, որ Սատանան քեզ խաբել է, որ այն անազատագրված մեղքի կյանքը, որի մեջ դու հայտնվել ես, դա քոնն է եւ դու դրանից չես կարող փոխվել։ Բայց ես քեզ ուզում եմ ասել մի բան, դա Աստծո կամքը չի։ Որտեւ Աստված ուզում է, որսի ամեն նույնիսկ ամբարիշտը իր չար ճանապարհից դառնա եւ փրկվի։ Աստծո կամքն է քեզ ազատագրված տեսնելը։ Աստծո կամքն է, որսի դու կարողանաս հասկանաս իր կամքը։ Գիտես, երբ դու սկսում ես հասկանալ ու ընդունել Աստծո կամքը, քո ոչ միայն քո մեջ է սկսում բաներ փոխվել, այլ քո կողքը բոլորը սկսում են փոխվել։ Երբ Հովնանը գնաց ու քարոզեց, սկսեց փոխվել այդ քաղաքի մեջ բաներ, թե ոչ։ Փոխվավ թե ոչ։ Մարդ մեռավ թե ոչ։ Ոչ սիրելներ։ Ղուկաս սերներ, եթե ժամանակ կունենաք կկարդաք 15-րդ գլխի մեջ, մենք յուրաքանչյուրս գիտենք այս իրավիճակը։ 15-րդ գլխի մեջ գրված է անառակ որդու առակը։ Սերներ 18-րդ համարի մեջ, որդին ասեց մի բան. ելնեմ գնամ իմ հորս տուն։ Ես ուզում եմ հարց տամ,
Եվ որդին որոշում կայացրեց գնալ հոր ներկայության մեջ։ Փոխվան բաներ թե ոչ։ Երբ նա եկավ հոր Աստծո առաջին, իրավիճակներ փոխվավ թե ոչ։ Այո, սիրելիս, առաջի իրավիճակը գիտեք որն է։ Նրա մերկությունը ծածկվավ։ Հայր իր պատմուճանը գցեց իր վրա։ Իր ձեռքերի դատարկությունը, չկավորությունը վերջացավ։ Հայրը հանեց իր մատանին, դրեց որդու մատը։ Իր սովածությունը կշտացավ, որտեղ պարարտ հորտերը ու երիջները մորտել տվավ եւ ասեց. «Կերեք ու խմեք», որտեղ իմ որդիս ինչ էր, մեռած էր, կենթանացավ, կորած էր, հարություն առավ։ Սերներ, սա մենք պետք է կարողանանք հասկանանք։ Եվ մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին, սկսում է ամեն բան ինչ անել, փոխվել մեր շուրջը։ Թեկուզ մեր թշնամին, թեկուզ քո աչքերը դա չեն տեսնում։ Դու տեսնում ես այսօր Հորդանանի ջուրը կեղտոտ, դու տեսնում ես, որ եթե դու մտար այդ ջրի մեջ կմեռնես, բայց հասկացիր, ես համոզված եմ սրանում, սերներ, ես չգիտեմ դուք ինչ կարծիքի եք, ես համոզված եմ, որ Նեմանին ոչ թե բուժեց Հորդանանի ջուրը, այլ բուժեց հնազանդությունը Աստծո խոսքի հանդեպ։ Ես համոզված եմ, որ Նինեին ոչ թե բուժեց իրանց ծոմապահությունը, այլ իրանց հնազանդությունը Աստծուն դառնալու մեջ։ Գիտեք, հնազանդությունը Աստծո կամքը կատարելու համար շատ կարևոր է։ Ես մի խոսք պետք է կարդամ, որից հետո աղոթքի պետք է կանգնենք, դա գրված է Գործ Կառակելոց 22-րդ գլխի մեջ։ Տեսեք սիրելներ, 22-րդ գլխի մեջ Գործ Կառակելոց կարդում եմ 14 համարը։ Սավուղ եղբայր վեր նայիր։ Հասկանում եք սերներ։ Պողոս առաքյալը բացատրում է, որ հայտնվել էր իր կյանքի մեջ, որ նրան ասում էր Սավուղ եղբայր վեր նայիր։ Գիտեք, առ ժամանակ Աստված ուզում է, որովհետեւ մենք այս երկրավոր կյանքից մեր աչքերը դեպի ուր բարձրացնենք, դեպի երկինք նայենք։ Հիշում եք 21-րդ Սաղմոսը, աչքերս դեպի ուր պետք է բարձրացնեմ, լեռները պետք է բարձրացնեմ, որտեղից պետք է գա ինչը իմ օգնությունը։ Քույրիկ, քո օգնությունը մեր տան մեջ է, գիտես։ Եղբայր, քո օգնությունը գիտես, այս մարդուց է։ Երեմիա 17-րդ գլխի մեջ գրված է. թող անիծյալ լինի ամենայն մարդ, որ իր հույսը մարդու վրա կդնի։ Բայց թող օրինյալ լինի այն մարդը, որ իր հույսը Աստծո վրա կդնի։ Նա կլինի ջրի մոտ տնկված ծառի նման, որ նույնիսկ երաշտության ժամանակ ինչի անի, կարիք չի ունենա եւ իր տերևը երբեք չի թառամի։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ Աստված ուզում է, որպեսզի քո հայացքը դեպի ուր նայես, դեպի երկինք բարձրացնես։ Որդին ասում էր, գիտես, ես գիտակցում եմ իմ կատարածը, բայց ես եկել եմ քո գայի առաջ, զղջում եմ եւ ասում եմ ընդամենը մի բան, հայր, մեղանչել եմ քո դեմ, երկնքի դեմ եւ քո դեմ մեղանչել եմ։ Սա ընդամենը բավարար էր, սա հերիք էր, հայր ասում է բավական է սա։ Հիշում եք սերներ, շատերից սատանան խաբում է, որ երբ մենք մեղավոր ենք, երբ մենք տկար ենք, մենք չունենք իրավունք գալու Աստծո ներկայության մեջ։ Մի կին կար, որ մեղք էր գործել, եւ նրան բռնել էին, բերում էին Հիսուսի մոտ։ Հետաքրքիր էր, գրված է, որ իրան բռնեցին, բերեցին, ինքը իր հոժար կամքով չեկավ սիրելներ։ Որտեղ նա հասկանում էր մի բան, եթե մարդիկ, որ տեսնում են իր մեղավորությունը, եթե այսօր եկեղեցին քույրիկները տեսնում են իր մեղավորությունը, որքան առավել Աստված գիտի իր մեղավորությունը։ Նա գիտեր, որ երբ իրան բերեն Հիսուսի մոտ, ինքը մեռնելու է։ Բայց հետաքրքիր բան տեղի ունեցավ սերներ։ Երբ բերեցին, Հիսուս բոլոր քարկոծողներին ինչ արեց, ճանապարհեց եւ մնացին մենակ։ Հարցրեց, ասեց, ուր են քեզ քարկոծողները։ Ասեց, Տեր, ոչ մեկը չկա ինձ դատապարտող։ Հիսուս ասեց, գիտես, ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա խաղաղությամբ եւ էլ մեղք մի գործիր։ Ես համոզված եմ,
Էդքինը եթե երբևիցե իր կյանքի մեջ մեղ գործեր նորից, երկրորդ անգամ ոչ թե կսպասեր, որպեսզի մարդիկ գային բռնեին իրան, որպեսզի բերեին Հիսուսին առաջինը, ինքը կվազեր Հիսուսի մոտ, որտեղ համոզվել էր, որ իր փրկությունը ում մեջ է, Հիսուսի մեջ է, իր ազատագրությունը ում մոտ էր, Հիսուսի մոտ է, սիրելիս։ Դու սա պետք է կարողանաս ընդունել։ Եվ տեսեք, վեր նայրով Սավուղ եղբայր։ Եվ ասում է, ես այն նույն ժամին վեր նայեցա իրեն և նա ինձ ասեց. մեր հայրերի Աստվածը առաջվան է քեզ ընտրեց։ Դու ընդունում ես, որ մեր հայրերի Աստվածը առաջվանից քեզ ընտրել է։ Դու ընդունում ես, որ Աստված է քեզ ընտրել, որ դու իրենը լինես, թե ոչ։ Մարգարեի միջոցով Աստված ասում է, գիտես, ես անցա քայլում էի փողոցով և տեսա քեզ քո այրան մեջ ընկած։ Ոչ մի աշկ չեր խնայել, ոչ մեկը չեր ուզել ողորմել քեզ, բայց և ես քեզ տեսա քո այրան մեջ ընկած, քեզ ապրեցեցի և իմ քղանցքս քո վրա ծածկեցի։ Հավատում ես, որ Աստված է քեզ ընտրել, թե ոչ։ Եթե հավատում ես, ես խնդրում եմ, Սուրբ Հոգով ասա մի բան։ Մեր հայրերի Աստվածը ինձ ընտրել է։ Եվ տեսեք, 3 բան կար, որ Աստված ուզում էր մեզանից։ Մեր հայրերի Աստվածը առաջվան է քեզ ընտրեց, առաջինը, որպեսզի իր կամքը ճանաչես։ Երկրորդը, որ այն արդարին տեսնես, և երրորդը, որ անոր բերնի ձայնը լսես, ամեն։ Առաջինը սեն էր։ Աստված ուզում է, որ դու ճանաչես իր կամքը։ Աստված ուզում է, որ դու հասկանաս, որ երբ քո կյանքի մեջ ուղարկում է փոթորիկներ, նա չի ուղարկել այդ փոթորիկը քեզ սպանելու համար։ Նա ուղարկել է այդ փոթորիկը քո կյանքի մեջ քեզ իրեն ավելի մոտեցնելու համար։ Ամեն։ Եվ Աստված Եգիպտոսից հանեց Իսրայելը, Իսրայելի ժողովրդին ինչ ասեց, ասեց բերեցիր մեզ անապատ, որպեսզի ինչ անես, մեզ սպանես։ Եթե հիշում եք անցած կիրակի օրը, երբ ես խոսում էի արծիվի մասին, կարդացի օրինացի մեջ գրված համարը, որտեղ Աստված ասում է, ձեզ արծիվի թվերի վրա վերցրեցի և ձեզ իմ մոտ բերեցի։ Մենք ուրիշ բան կարող է տեսնենք, գիտես։ Շատ մարդիկ ասում են, Տեր Աստված, ինչ ես ինձ այս վիճակի մեջ գցել, գցել ես որ մեռնիմ, գցել ես որ ոչնչանամ, գցել ես որ հավատքս քանդվի, գցել ես որ չգիտեմ, մեռնիմ, ոչ սիրելիս, Աստված չի ուզում քեզ սպանել։ Այդ փոթորիկը, որը քո դաստիարակության համար է Աստված ուղարկում, դա չի եկել քեզ սպանելու համար, հիշի։ Փոթորիկը քեզ չի ոչնչացնի, որտեվ կա մի ձուկ, որ քեզ կուլ է տալու, քեզ նորից բերելու է Աստծո խոսքի մեջ։ Նրա նպատակն է քեզ զորացնելը։ Նրա նպատակն է քո կյանքի մեջ իր հարաբերությունները վերականգնելը։ Երկրորդ բանը գրված է, որ դու նրան տեսնես, որ դու այն արդարին տեսնես։ Փոթորիկը միջոց է, որով դու ինչ ես անելու, մոտենալու ես իրեն։ Գիտեք, և մեր կյանքի մեջ ամեն բան լավ է, մենք կարող է չանհանգստանանք, մի հատ առավոտ արթնանանք, աղոթք անենք, մի հատ որպեսզի փորձության մեջ չընկնենք օրվա մեջ, հաց ուտելուց աղոթք անենք, որպեսզի չթունավորվենք, հանգարց մեռնենք, մեկ էլ երկունը աղոթք անենք, որ հանգարց գիշերը հանգարց չմեռնենք։ Սա է մեր առօրյան սիրելիներ, բայց երբ գալիս է փոթորիկ մեր կյանքի մեջ, երբ քո երեխան է հիվանդ, և ցավը մահը սպառնում են քեզ քո ընտանիքին, դու կորցնում ես քո քունը, ճիշտ է՞, կորցնում ես քո հարմարավետությունը, դու էլ պարկած չես աղոթում, սիրելիս, հիշում ես, դու ծնկի վրա նույնիսկ երեսի վրա ընկած ես լաց լինում, հասկանում ենք սեներ, երբ այս փոթորիկը գալիս է, նրա նպատակը որն է, որ քեզ իրեն, որ դու արդարին տեսնես, երրորդ բանը, նա ուզում է, որ դու չնայես քո կարողություններին, քո հավատքի չափին, նա ուզում է, որ դու նրա բերանի ձայնը լսես, նա ուզում է, որ դու նայես ինչին, Աստծո կենդանի խոսքին, փոթորիկը քեզ ինչ է անում, մոտեցնում է քեզ Աստծո խոսքին, սա շատ կարևոր է սիրելիս, դրա համար սերներ, և այսօր փոթորիկը բերում է Աստվածի ու քո կյանքի մեջ, անհրաժեշտ է, որ դու այսօր խոնարհվես Աստծո առաջ և ասես,
Տեր, ես շնորհակալ եմ քեզանից այս փոթորիկի համար։ Շնորհակալ եմ, որ դու այս փոթորիկը բերել ես, որ ես քո կամքը ճանաչեմ։ Դու այս փոթորիկը բերել ես իմ կյանքի մեջ, որ ինձ քեզ ավելի մոտեցնես։ Եվ այս փոթորիկը բերել ես, որ կարողանամ ինչ անել, քո բերանի ձայնը լսեմ։ Աստված մեզ դաստիարակում է, որ մենք իրեն ավելի մոտ լինենք, իր ներկայության մեջ ապրենք եւ իր նման մտածենք։ Ես խնդրում եմ քեզ, սիրելիս, եթե շատ բաներ քո կյանքի մեջ չի դասավորվում, սրանից մի հիասթափվի։ Եթե շատ հաջողություններ այսօր չունես քո կյանքի մեջ, սրանից մի հուսալքվի։ Եթե շատ աղոթների պատասխան չի եղել մինչև այսօր, ես խնդրում եմ քեզ մի դադարիր աղոթելուց։ Հիշիր, որ իմ եւ քո Աստվածը ամենակարող Աստված է։ Եվ հիշիր, որպեսզի նրա նպատակն է, Հայրը կարող էր, ուներ կարողություն, ուներ զորություն, նա կարող էր նույնիսկ ծանոթների կամ բարեկամների միջոցով ժամանակ առ ժամանակ իր որդուն ինչ աներ, գումար ուղարկեր, որպեսզի այդ որդին չգնար, հասներ խոզերի կերակրամանից ուտելու իրավիճակի։ Բայց հայրը ընդամենը ուզում էր մի բան, որպեսզի որդին վերադառնար իր տուն, իր ներկայության մեջ։ Աստված ուզում էր, որպեսզի Հովնանը ոչ թե վերջանար, նա չէր ուզում Հովնանին ոչնչացնել, նա չէր ուզում Հովնանին չլսելու պատճառով սպաներ, նա ուզում էր, որպեսզի Հովնանին ինչ աներ, վերադարձներ իր ներկայության մեջ։ Եթե ժամանակ կունենաս կկարդաս, շարունակության մեջ գրված է, որ երբ ապաշխարեցին ամեն բան նորմալ էր, Հովնանը պարկավ ու քնավ, եւ Աստված հրաման տվեց, որ մի դդմենի ելներ ու հով աներ Հովնանին։ Եվ Հովնան, երբ որ արթնացավ, շատ ուրախացավ, որ հով է արև իր գլխին չի զարկել, բայց երբ նորից քնավ, զարթնավ, տեսավ, որ դրտմենին չորացել էր, ինչ արեց, տրտմեց գրված է։ Եվ Աստված Հովնանի հետ խոսած ասեց Հովնան. այդ դդմենին, որ դու չէիր ցանել, դու չէիր աճեցրել, տրտմեց քո սիրտը, որ չորացավ թե չէ։ Տրտմեց թե չէ։ Ասեց այո։ Բասեց այսքան ժողովուրդը, որ ես եմ ստեղծել։ Միթե իմ սիրտը չեր ցավա սրանց կործանելու համար։ Դու գիտես, որ դու դդմենուց ավելի ես։ Թե չէ։ Թե քեզ թշնամին համոզել է, որ դու արժեք չունես Աստծո առաջին։ Ես քեզ ուզում եմ ասել, որ դու ավելին ես, քան միլիարդավոր դդմենիներ։ Որ դու մեկ հոգին ավելի արժի, քան ամբողջ տիեզերք Աստծո համար։ Որտեվ ես եւ դու նրա որդու այրան գինն ենք։ Եվ Աստված ուզում է, որ մեզ իրեն մոտեցնելով սովորեցնի մեզ իր կամքը կատարել։ Մենք աղոթք ենք անում, ես նորից եմ կրկնում եւ ասում ենք. Տեր, թող գա քո թակավորությունը եւ լինի քո կամքը, ինչպես երկրում, նույնպես երկրի վրա։ Գիտես, միգուցե դու չունես այդքան կրթություն, որ կարողանաս հասկանաս։ Միգուցե դու մարգարե ես, միգուցե դու տեսանող ես, որ տեսնես մյուսի նման։ Եվ վազեց ծառան մարգարեի մոտ եւ ասեց. Տեր, հոգը ճիշտ համարյան պաշարված է։ Թշնամիները սպառնում են, կործանում են։ Հիշիր այդ խոսքը, սիրելիս։ Մարգարեն ծնկեկավ եւ աղոթեց եւ ասեց. խնդրում եմ քեզ իմ ծառայիս աչքերը բաց։ Միգուցե դու չունես հոգեվոր տեսողություն, բայց ես քեզ խնդրում եմ որպես քո եղբայր մի բան, անկախ ամեն բանից, կատարիր Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Որտեւ Աստված է, որ իր խոսքի հետևում կանգնած է, եւ Աստված է, որ իր խոսքը պետք է կատարի։ Հնազանդվիր Աստծուն։ Հնազանդությունն է Աստծո հանդեպ, որ մեր կյանքի մեջ բերում է ինչ պատասխան։ Հնազանդությունն է, որ մեր կյանքի մեջ բերում է ինչ բժշկություն։ Հնազանդությունն է, որ մեր կյանքի մեջ բերում է ազատագրություն։ Հնազանդությունն է, որով Աստված ինձ ու քեզ որդի է կոչել։ Որով Աստված ուզում է, որ մենք իր ընտանիքի մեջ ապրենք եւ իր ներկայության մեջ ապրենք։ Ամեն։ Աստված թողոշնի բոլորիս։